Բարի երեկո, եթերում ուրվագիծն է, ես Պետրոս Ղազարյանը, սիրելի հեռուստատեսողներ, այս մի քանի օրը բավական ողբերգական էին մեր հանրապետությունում կապված վթարների առատության եւ այդ վթարներում մարդկային զոհերի քանակի մասով, նու մեկ զոհները շատ, բայց երբ որ 3 օրում մոտ 10 զոհ է լինում, սա համաձայնվեք արդեն ահազանգելու առիթ է։ Այսօր մենք փորձենք վերլուծել, հասկանալ, թե ինչպես է պատահում, որ 3 օրում մենք մոտ 10 զոհ ենք ունենում վթարներից եւ դուք գիտեք, որ անդադ բարելավում են, ճանապարհները լավացնում են, նշանները դնում են, արագաչափերից արդեն տեղ ու դադար չկա մեր երկրում, բայց շարունակում ենք մարդկային կորուստներ տալ եւ տալ։ Ինչու այդպես, արդյոք այս ամենը ունի ինչ-որ օրինաչափություն, շտկելու, վերլուծելու տեղ, թե սա զուտ իրացիոնալ պատահականություն եւ սրա դեմ ոչինչ անել հնարավոր չի։ Մենք փորձենք այս հարցերի պատասխանները գտնել գովազդային կարճ եւ թանկ վարքյաններից հետո։ Եվ այսպես, սիրելի հեռուստատեսողներ, այսօր մենք կզրուցենք շատ ակտուալ թեմայի մասին, վերջին 3 օրը մենք մոտ 10 զոհ ունենք ավտոճանապարհներին, սա ինձ թվում է սա ահազանգելու առիթ է, բայց մենք կզրուցենք մասնագետի հետ եւ կփորձենք հասկանալ այս ամենի պատճառները։ Բարի երեկո, պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Հովհաննիսյան, վերջին 3 օրը մարդ վախենում է արդեն լրատվական հոսքերը նայի, որովհետեւ ամեն երկրորդ, երրորդ լուրը դա ճանապարհային ինչ-որ պատահար է եւ ցավոք սրտի նաեւ զոհերով։ Սա օրինաչափություն է, թե այստեղ կան սուբյեկտիվ գործոններ։ Վթարը լինում է, թե իրոք կա ըստ երևույթի, ոնց են ասում, ուշ թե շուտ դա պետք է լիներ։ Երևի ոնց որ sense, որ մեկ քիչ այն ժամանակ մենք խոսում էինք գազի բալոնները այդ ոնց է այդպես իրար հետևից տրակում, պայթում, նու մոտավորապես այս հարցը ուշ թե շուտ պետք է սա լիներ։ Բանը նրանումն է, որ մեր կարծիքով, իհարկե ես իմ կարծիքն եմ ասում այդ կապակցությամբ, մեզ մոտ փաստորեն ունենք հեղեղված արդեն արագաչափեր ճանապարհներին եւ ունենք հեղեղված արդեն վթարներ ու մահացու դեպքեր։ Հակասում է մեկը։ Այո, դուրս է գալի, որ չէ որ հայտարարում էին, որ այ մենք սրանով նվազեցնում ենք մահացու դեպքերը։ Տեսեք, այ 2014 թվականին մահացել են 2 հոգով պակաս, քան 2013 թվականին։ Իսկ ինչ է արվել այդ կապակցության, բացի տեսախցիկ արագաչափեր տեղադրելուց եւ տեսախցիկ տեղադրելուց, ճանապարհային ոստիկանությունը ոչ մի բան չի ասում։ Չի անում ոչ մի վերլուծություն։ Գուցե անում են իրանք իրար մեջ, բայց եկեք նայենք, վթարը տեղի է ունեցել, մարդիկ զոհվել են ինչ-որ միտեղ։ Այ այդ տեղը, որ վթարը տեղի ունեցել, այդտեղ հաճախակի է լինում վթար։ Տարին մի անգամ լինում է։ Ճանապարհներ կան, որտեղ կրկնվում են վթարները եւ մարդկային զոհերը։ Այ այդտեղ ինչ միջոցներ են ձեռնարկում։ Ասեմ, որ մեզ մոտ այդ երթևեկության կազմակերպումը արված է շատ ցածր մակարդակով։ Շատ ցածր։ Մենք հիմա իրականացնում ենք մի ծրագիր, որը ուղղակի հաստատում է այդ հանգամանքը, որ երթևեկության կազմակերպումը շատ ցածր դիրքում է դրված։ Այս վերջերս մենք հանդիպում ունեցանք Բելգրադից մասնագետի հետ, պրոֆեսոր, դոկտոր պրոֆեսոր մի մասնագետի հետ, որը ղեկավարում է այդ համասարանի ճանապարհ տրանսպորտային ուրեմն իրավիճակի եւ վթարների նաեւ այդ գործողությունով եւ գիտեք ինչ է ասում ինքը, իրանք միջոցներ են ձեռնարկել, այնպիսի միջոցներ, հիմա ես կարող եմ ասել, եթե այդ դրա կարիք կա, որ կտրուկ նվազել են ոչ թե 1-2-ով, այլ 654-ից դարել է 465, 200 մահ մի տարվա մեջ նվազել են։ Այսինքն միջոցներ են ձեռնարկել, ծրագիր են արել, ծրագիրը շատ դժվար է եղել անցկացնել, քանի որ պետական մարմինները դեմ էին դրան, ուղղակի դեմ էին, նու ոնց որ մեզ մոտ, հեռու չեն գնում, բայց իրանք անցկացրին զոռով, հանրությանը ներկայացնելով դրա առավելությունները եւ մի խոսքով ընդգրկելով ԶԼՄ-ները, իրանք վերջապես անցկացրին այդ օրենքը եւ 200-ով նվազել է 1 տարվա ընթացքում։ Պարոն Հովհաննիսյան, եկեք մենք էլ վերլուծելով գնանք։ Եթե դնում են այդքան շատ արագաչափեր, մի փողոց կա, որտեղ 3-4 արագաչափ է դրած նույն փողոցի վրա։ Այդ տրամաբանությամբ պետք է երթևեկությունը դանդաղի։ Եթե երթևեկությունը դանդաղում է, պետք է այսպիսի մահվան ելքով վթարները նվազեն։
Բայց մենք տեսնում ենք 3 օրում 10 զոհ։ Ну մեզ մոտ քաղաքում դնում են 60-ը սահմանապակում են 40-ով, հետո մի քիչ հետո նորից իբր ավարտվեց այդ 40-ի ազդեցությունը, նորից 60 է գալիս, վարորդը սկսում է կողմնորոշվել, թե 60-ա թե 40-ա թե ինչա, դե երթևեկում է, երթևեկությունն էլ լարված է, նա գտնում է լարված վիճակում, գուցե երկրորդը չտեսնի եւ նորից տուգանվի։ Այսինքն խնդիրը դրված է այսպես. տուգանել եւ լավ տուգանեցին։ Այ ինչ վերլուծություն է արվում։ Մի հատ հանրությանը բան բերելն էր, դուք լսել եք, որ ինչ որ մի վերլուծություն դες ներկայացնեն բաղացու դեպքերի պատճառները ու ասեն հարգելի Պետրոս, մի հատ արի մի հատ հաղորդում անցկացնենք, մենք ունենք բան ասելու մեր վարորդներին։ Այ ոնց է ինչա որ մի հատ հասկացնենք, այո որ հասկացնենք իրանք ինչու նա բանը, այ որ եղանակը այսպես շոկ է, դա ազդում է այդ զգոնության վրա եւ մարդիկ գուցե կորցնում են այդ զգոնությունը եւ նայեք ուշադիր եղեք մի երթևեկեք վտանգավոր տեղերում ասֆալտը կարող է ջրիկ լինի, չես իմանում ճանապարհը ես ինչ տեսակ լինի, այստեղ կողային քամի է, չգիտեմ, հազար ու մի բաներ կարող է լինի, վթարի պատճառը եւ հետևանքն նաեւ զոհերը։ Մեր կարծիքով այնուամենայնիվ այդ վերլուծությունը չանելով եւ գիտեք ինչ մի բանը պետք է երևի մի 10 անգամ երևի ասեն, չէ՞ որ գովազդը ինչ է, գովազդը այն բանն է, որ ասում են 4-րդ, 5-րդ, 8-րդ անգամից հետո նոր մարդը հասկանում է, որն է լավ, որն է վատ երևի։ Երևի մեր վարորդներին էլ պետք է դա հասկացնել, ինչ-ինչ ձևով եւ աշխատանք տարվի, ոչ թե տեսուչին կանգնացնեն եւ ասեն գիտես ինչ, չնայած դու շատ պարտականություններ ունես ճանապարհին, շատ պարտականություններ ունի, ինչը չես ասի այլ երկրների, հենց կոնկրետ Սերբիայում ճանապարհային ոստիկանության վրա դրած է մի խնդիր, հսկողություն, վերջ։ Իսկ մնացած հարցերը անում են համապատասխան այլ կառույցները, թե վարորդական վկայական տալու, թե ճանապարհների նշաններ տեղադրելու լուսացույցներ, այդ սաղ հարցերը դուրս է ճանապարհային ոստիկանությունից։ Իսկ մեզ մոտ այդ ճանապարհային ոստիկանությունը սաղ ֆունկցիաները վերցրել է իր վրա եւ ուզում է այդ սաղ ֆունկցիաները անելով եւ այդ այնուամենայնիվ երբ խոսքը գնում է աշխատանքի մասին, իրանք փաստորեն կատարում են միայն տուգանելը։ Այ security դրիմը տուգանումը, բան արձանագրությունը գրումը, այսինքն որոշումը պատրաստումը, ճանապարհային ոստիկանությունն էլ մենակ կնիկներն է դնում վրան ստորագում։ Չի էլ նայում, դե ճիշտ է։ Փողը գալիս է։ Դե կարևորը որ տուգանի, ոչինչ սխալ են կարել, վարորդը կգնի, մի հատ բողոք կգրի, այդ կբավարարեն, կբեկանենք եւ այլ եւ այլ։ Կամ էլ չի գրի, փողը կվերցնի։ Դե հա, դե հիմա գդիմի, չի դիմի։ Մենք ունենք դեպքեր, երբ որ նույն տեղը մի քանի անգամ վարորդին տուգանում են, լավ, հասկացանք, տուգանել եք ինչ-ինչ բան։ Հիմա պարզվեց, որ սխալ եք տուգանել։ Դե միան ներողություն խնդրեք։ Այդպիսի բան չկա։ Դուք լսել եք, որ ճանապարհային ոստիկանությունը ներողություն խնդրի։ Ասում է դե եղել է, էլի։ Դե ստացվել է, ով չի սխալվում։ Ստացվել է։ Չէ, վերջ, դրանով հարցը լուծվեց։ Այ ողջ այդ հիմնարկի գործողության տրամաբանությունը ո՞րն է, պարոն Հովհաննիսյան, կանխարգելելը, թե տուգանելը։ Բայ իհարկե կանխել եւ կանխարգել։ Իսկ հիմա այդ երկուսը դրած է իրանց այն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի, այդ ոնց որ իրանց այն ոնց դա է, առաջի խնդիրը դա է։ Կանխել եւ կանխարգելել։ Դա տեսուչը կանգնացնելով ինչ որ կանխում է հետագա որ նորից չկատարի այդ խախտումը։ Դուք նայեք, եթե տեսուչը խախտումը նկատեց, վարորդին արձանագրությունը գնում, որոշումը կայացնում, տալիս է ասում անգեր ջան, խախտումն արել ես, գնա վճարի։ Իսկ ինչ է անում տեսախցիկը։ Տեսախցիկը փաստում է, ճիշտ է, 15-20 օրից հետո նոր ինքը կստանա այդ։ Եվ 15-20 օրը շարունակելու է այդտեղ կանգնել, որտեղ որ արկելված է կանգնել, եւ ինքը չգիտի։ Եվ ինքը եթե անգամ գիտեր, որ այդտեղ խախտում անում, բայց քանի որ մինչև այդ տեսուչ չէր իրան այդտեղ կանգնած տուգանում։ Հիմա տեսախցիկը դրել են տուգանում են, այ դա արդեն դառնում է այդ վարորդի համար, այդ քաղաքացու համար խնդրեմ։ Ասում է արի 20 հատը վճարի, որ իմանաս, որ այդտեղ չի կարելի կանգնել։ Այնինչ տեսուչ վարորդ հարաբերություններում նա անմիջապես իմանում է, որ այդտեղ չի կարելի կանգնել։ Իսկ ստեղ նա իմանում է 20 օրից հետո։ Եվ այսպեսի վիճակներ այդ դժգոհությունը տեղից է գալիս վարորդների, որ սա էլ հենց ասում է նրա մասին, որ խնդիրը դրված է
դու գանել չեն ասում մի հատ ուղարկենք դու այդ 20 օրը անցնի ստանալուց հետո կկանգնի նորից այդտեղ թե ոչ դե որովհետև խնդիրը դրված է ես արդեն ասում եմ այ դա առաջի օրվանից էր բարդ երբ որ դրեցին այդ տեսախցիկները մենք ասինք որ մեր Հայաստանի վարորդները պատրաստ չէին այդ մասսայական այդպես ճնշման տակ եւ սնկի նման աճում են եւ դե հիմա աճում են գիտեք ինչ ոնց որ այսպես ինչ է ասում ճանապարհային ոստիկան ան թող չխախտի այդքան եւ իրավաբանորեն ոչ մի բանը չես կարա կպնես ճիշտ է որոշ բաներ կա մենք օրինակ գիտեք ինչ եկեք մի հատ տեսնենք էլի օրինակ երթևեկության կանոններում մի հատ փոփոխություն են արել հետիոտնային անցումից հետո 5 մետր հեռու պիտի կանգնես նախքին կանոնները ասում էր հետիոտնային անցումից հետո կարաս անմիջապես կանգնես որովհետև ոչ մի վտանգ մեքենան Իրանից չի պատկերացնում չկա ոչ մի վտանգ այ արչևից կա վտանգ որովհետև մոտենալով այլ տրանսպորտային միջոցները չեն տեսնում աչից հետիոտն գալիս է թե ոչ այդ հասկանալի է 5 մետր առաջ կան բայց հետո չի են գրել այն չի են գրել դու ստիպված գնաս կամին որ դու չես իմանում դու 5 կանոնները գիտես ճիշտ է դե էս էլ դե կանգնել եւ հազարավոր տասնյակ հազարավոր վարորդներ մինչեւ հիմա շարունակում են կանգնել եւ տուգանվում են հարցածակում ինչու լավ հետիոտնային անցումից առաջ չեն կանգնում գիտեն որ չի կարող բայց հետոն ինչի համար մցրեցին որ գումար հավաքեն այդպես հարցեր էլի կա կանգ առում ասում արգելվում է կանգնել հետիոտն վերցնելու ուղևոր վերցնելու համար հարց եմ տալի ինչու է արգելվում ուր գնա հիմա տաքսին անցնում է տեսնում է մի հատ ուղևոր կանգնած է ոչ մի տրանսպորտ չկա ուղևոր կանգնած է տաքսի է ուզում ձեռը կանգնացնում է չի կարա կանգնել որտեղ կանգնես թե չէ պիտի տուգանվի 10000 ինչ անես դե ինչ անես դե մարդը գալիս է իր շենքի դիմաց այո կեսը կամիգից է կեսը ձրացած է 5 մետրն է որտեղ կանգնի որ տնեցին նստի նու մենք այդ նույն այդ դրա պատասխանը նորից գալիս է դրան այդ որ գումար պետք է հավաքել փոխը այո եւ ուրիշ հարցեր էլ կան մենք չեմ ուզում անդրադառնամ թե շրջանաձև երթևեկության վերաբերյալ թե այլ հարցերի որտեղ որ մենք գտնում ենք որ տվյալ պահին շատ մեծ սխալ են անում որ հետիոտնային անցումները անցկացվում են հենց այդ խաչմերուկի հատվածում դե ոնց որ բերեն հետիոտնին ասեն արի մտի մեքենայի տակ այսինքն այն մեքենան որ պետք է շրջադարձ կատարի աճ նա գրեթե չի կարողանում ինչ որ մի տարածություն մտնի որ տեսնի ինչ է անդե կատարվում ասես գալիս կանգնում է հոտևից պոչը շարվում է մեքենաների ել չեմ ասում հենց հետիոտնի անվտանգությունն է այստեղ նվազեցվում եւ առիթա վրա երթերի մեզ մոտ վրա երթերը կազմում են մոտավորապես 33% եւ ոչ մի ձևով չեն իջնում չէ այդ մա 33%-ը 32-33%-ը պահպանում բա այսքան արագաչափ տեսախցի դե այն որ մեր հետիոտները անկարգապահեն սա գիտեն եւ մենք կարծում ենք որ այդ հետիոտների նկատմամբ նույն պետք է դիրքորոշումը այսօրվա ունենա ճանապարհային ոստիկանությունը ինչ որ վարորդների վրա որովհետև հետիոտները նույն պատասխանատվությունն են կրում ինչ որ վարորդները այս վերջերս մի հատ եթե չեմ սխալվում որ մի հաղորդումներ ցույց տվեցին մի շատ սարսափելի վթար BMW-եր ինչեր կտրուկ ինչ որ շատ արագ էր գնում ճիշտ է դուրս էր եկել հանդիպակաց գնում էր հանգարց ղեկը թեքվեց աճ ու գնաց մտավ պատի մեջ երբ որ ուշադիր ես նայեցի այդ տեսանյութը բարձվում է այն հերուն մի հատ հետիոտներ անցնում ու եթե այդ BMW-ն չթեքվեր աճ ապա այդ հետիոտնա էլ չէր լինի այսինքն փախցելը որ փախցրել է այո տեսանյութում այդքան պետք է ուշադիր նայես որ այն մի քիչ հերում հետիոտն կա իսկ դե ներկայացվեց որ դե էս մարդը աննորմալ վարորդ հա էլի մի աննորմալ վարորդ է բարձվում է որ հա մեղավոր է որ արագություն էր գերազանցել բանջուն եթե այդքան արագ չլիներ ղեկը կարող էր ղեկավարել այսինքն ղեկավարումը չէր կորցնի եւ մեքենան չէր գնախապել երևի անփորձությունից էլ էր բայց փաստը մնում է փաստ տեսեք այն ոնց էր ասած ոչ այդ հետիոտնի պատճառով այո հետիոտնի պատճառներով եւ վթարները շատ են լինում
հետիոտնի, որտեղ գիտեք ինչ, վարորդը որ ասում է, դե ընդ հետիոտ ընկար, դե ուր է այդ ապացույցը հետիոտ ընկար, ինչ կար, կամ մի հատ մեքենա իր անցավ, ուր է այդ մեքենան, չկա, եթե չկա, ուրեմն մեղավորը վարորդն է։ Եվ ընդհանրապես մեզ մոտ այդ ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը մակերեսով են արվում։ Վերցնում են, ուրեմն տալիս են գնահատական մի վարորդի գործողությունների, սակայն չեն տալիս գնահատական մյուս վարորդի գործողությունների։ Պարոն Վասիլյան, ես ուզում եմ երկու փաստ ասել։ Նախ, մասնագետ պետք չի լինել, երբ որ դու մեր քաղաքով գնում ես, թե ինչ աշճանի հին մաշված ու անսարք ավտոմեքենաներ են երթևեկում։ Եվ մյուսը, որ էլի մասնագետ պետք չի լինել, տեսնում ես մարդը երթևեկում է, բայց ակնհայտ է, որ ինքը քշելու հետ խնդիրներ ունի։ Չի կարող նորմալ, բայց վստահ որ ինքը եւ ունի վկայական, ունի վարորդական եւ փաստաթղթերը ամեն ինչ նորմալ է։ Այ հնարավորություն կա այս ամեն ինչի դեմն առնել, քանի որ երկուսն են սոցիալական խնդիր են։ Այո, կարելի։ Մեր մոտ ըստ էության ավտոմեքենայի որակը, տեխնիկական վիճակը ստուգելը դարել է ձևական Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով։ Հիշում ես, փողը մուծում ես, այլ ոչ մի ստուգում։ Ուրեմն ասեմ, դա անվտանգությունը, դա 3 հիմնական բաղադրիչ կա։ Դա տրանսպորտ, ճանապարհ, վարորդ։ Այդ 3 եթե մակարդակին լինեն ու 3-ն էլ համապատասխանեն տվյալ երկրի այդ իրավա, այսպես ասեմ, օրենսդրության պահանջներին, ապա վթարները կնված են։ Ուրեմն այդ Սերբիայում իմիջիալոց այդ արագությունների այդ վթարների 50%-ը արագությունը գերազանցելու համար էր պատճառով էր եղել։ Հիմա եկեք մի հատ նայենք մեզ մոտ ինչ է կատարվում։ Այսինքն խախտողներ կան։ Խախտողները այդ մի թիվ է, որը որ կան անկախ դրանից կդնեք, չեք դնի, ինչ կդնի, ոչ կդնի, խախտողները կան։ Խախտման հետևանքով է լինում վթարը։ Եւ բնական է մահացու դեպքերը ավելի հաճախ լինում են որտեղ քաղաքից դուրս, այսինքն միջպետական կամ պետական կամ այդ հանրապետական ճանապարհների վրա է լինում հիմնական մահացու դեպքը եւ արագություն։ Եվ եկեք նայենք տեսնենք հիմա վարորդին տրվում է վարորդական վկայական, ինքը գիտի, անգամ կան վարորդներ, որ չգիտեն, ասում են մայրողով եմ գնում, կարամ հակ քշեմ ու քշեմ։ Դե ասում են ինչքան է բացում այդ մեքենան արագություն, այդքանով կարամ գնամ։ Եկեք նայենք տեսնենք ինչպես է այդ տվյալ անձը վարորդական վկայական ստանում։ Այո, մեզ մոտ միջոցներ ձեռնարկել են, շատ լավ, բան չունեմ ասելու, ժամանակակից հիմա հաշվառման քննական բաժանում կա այդ վարորդական վկայականները տրվում են ուրեմն այդ համակարգչով քննություն է հանձնում ավտո բան կա այդ հրապարակ կա, որտեղ ավտոդրոմ կոչված, որտեղ որ ամեն ինչ կա, մեքենան էլ են տալիս, ամեն ինչ կա, արի հանձնի քննությունը։ Եվ ոնց որ արտաքինից ամեն ինչ լավ է։ Բայց մի հարց կա, որ այդ քննությունը, որ հանձնում են այդ երթևեկության վերաբերյալ, այսինքն, որ ասում են վաժդենին, այդտեղ մենք հարցեր ունենք եւ միշտ հարցրել ենք, ասում ենք, դուք այստեղ ինչու չեն սենսորներ տեղադրվում, որ սենսորներով, որ ոչ թե այդ կողքի տեսուչը տա գնահատական ոնց է մեքենան վարում վարորդը։ Ավտոմատ։ Այլ տա սենսորը, ավտոմատ, ուրեմն համակարգիչը տալիս ասում, այստեղ այսքան բալ հանում ենք, այսքան ամնում հանձնեց կամ չհանձնեց։ Այսինքն մարդկային գործոնը հանվի։ Դե ամեն տարի ասում են գումար չունենք, դա մեծ գումարներ է։ Այսքան տուգանքից հետո գումար չունեն, այդ դրա վրա գումար չունեն նշանների տեղադրելու համար, գումար չունեն լուսացույցները ժամանակակից լուսացույցներով տեղադրեն են հին լամպային, որը որ արևը խփում է։ Պարոն Վասիլյան, եկեք մի հատ հասկանանք, տեսեք, մարկանցից տուգանում են։ Մի բան էլ ասեմ։ Ուրեմն մենք ունենք միշտ դրա մասին ասում ենք, որ մենք պետք է հանենք այդ նախ այդ ճանապարհային ոստիկանությունից այդ մնացած ֆունկցիաները մեզ մոտից պիտի հանվի, մենակ հսկողությունը թողնվի այդ ճանապարհային ոստիկանությունում։ Դրվի այդ այլ կառույցներ պետք է զբաղվեն այդ քննությունները ընդունելով, դպրոցները պետք է պարտադիր լինեն,
պետք է կիրառվի ամրագոտիները պետք է բոլորը ամրակապվեն, որովհետև ամրագոտիները նվազեցնում են մահացության դեպքերը 30%-ով։ Եվ մեզ մոտ ճանապարհային ոստիկանությունը, եկեք հիմա գալիս եմ կարևոր հարցին։ Այս 3 տարի, թե 4 տարի արդեն օգտագործում ենք, չէ՞, այդ տեսախցիկ եւ այդ արագաչափեր։ Միտեղ լսել եք, որ այդ վթարից այով էր ամրակապվել, ով ոչ։ Որ մարդիկ զգան, ասեն, այ իրոք պետք է ամրակապվել։ Այո, այ ասեն այդ բանը։ Գիտեք ինչ, ասում են դե հաջորդ տարի, այ նոր հիմա ասում են, այ հաջորդ տարի պլանով կանենք։ Այդ կարևոր հանգամանքը, այդ դրա մեղածն ինչա որ որոշեն այդ վթարից հետո այդ վարորդը, մահացածները, թե վիրավորները ամրակապված եղել էին, թե ոչ։ Եվ այդ թվերը ասեն եւ տեսեք հասարակ բան եմ ասում։ Մարդը վրաց կտապավորվի այդ բանից։ Այ ամրակապվել էր, սաղ մնացել։ Չի մահացել։ Վիրավորվել է, չի վիրավորվել եւ այլն։ Այսինքն դա կբերի ինչ որ մի բանի, չէ՞ որ մարդիկ զգոն լինեն այդ երթևեկելուց, որ անպայման պետք է ամրակապեն ոչ թե իրանք, այլ նաեւ երեխաները պետք է ամրակապեն, այդ նստարանները լինի եւ այլն։ Այ այս հարցը մեզ մոտ դրածա, գիտեք ինչ, ոնց որ երկրորդ պլանի վրա է դրված եւ խնդիրը դրված է։ Որն է դրած առաջի պլանի վրա։ Այո։ Փող հավաքելը։ Դե չէ, ճանապարհային ոստիկանությունը խոմ չի ասում մենք գումար ենք հավաքում։ Իրանք ասում են որ մենք խախտումա մենք կարգ կանոն ենք ստեղծում։ Պարոն Վասյան, լավ, ենթադրենք մենք որպես քաղաքացի ունենք պարտավորություն։ Վարչական տուժը, վարչական խախտում ենք անում եւ տուգանում են, հա? Ասես նույնիսկ սպիտակ գիծը 3 սանտիմետրով ակը կանգնում է վրան, կարծես են փողը տանում են։ Չեն անում, այդի չեն։ Անում են, ինձ մի քանի անգամ հենց ինձ տուգանել են դրա համար։ Հիմա տեսեք, բայց այդ պարտականությունը, պարտավորությունը փոխադարձա, չէ՞։ Այդ պետությունն էլ ունի պարտավորություն, չէ՞ որ ճանապարհները լինեն լավ, գծանշված, լուսավորված, լուսարձակները լինեն նորմալ, հա։ Մի խոսքով, այն ինչ որ մենք տեսնում ենք Եվրոպայում, եվրոպական փողոցներում, հա, այնտեղ տուգանում են, բայց նաև հսկայական ծառայություն են մատուցում քո կյանքը հեշտացնելով, քո գործը ճանապարհները ավելի անվտանգ։ Մենք այստեղ գնում ենք, տեսնում ենք խայտարակ ճանապարհներ, բայց դրածա արագաչափը եւ քեզ տուգանում է։ Բայց այս խայտարակ ճանապարհի համար ով պետք է պատասխան տա։ Ինչու է այդպես։ Եթե ստուգանվում եմ հսկայական գումարներ ենք մենք մուծում բյուջե, ել չգիտեմ ում գրպանը։ Ну, բյուջեն այդ գրպանը մենք գիտենք մոտավորապես ուրա գնում, դա գնում է։ Պարոն Հովհաննիսյան, մենք ունենք միայն մի կողմանի պատասխանատվություն։ Այո։ Ասեմ հիմա տեսեք ինչ հարց է հիմա ցակում։ Մենք մի հատ դատի տվեցինք մի հարցի վերաբերյալ, ասենք ընկեր ջան, այդ քաղաքացին ասում է, լավ, ես չեմ փակցրել այդ տեղզնման կտրոնը, բայց դու ինչի չես փակցրել։ Ինչի չես փակցրել, տեղզնման կտրոն տեսու չէ։ Իր մեքենան չի փակցրել։ Այսինքն անհավասար մոտեցում եւ եկանք դատարան։ Եվ գիտեք ինչ, գնացինք մինչեւ Վճռաբեկ դատարան եւ պարզվեց, որ այդ դատարանով ապացուցվեց որ չէ ասма, նա պետական մարմինը նկարը չտնի, ինչ ա եղել որ։ Հələ տեսեք, բոլոր կառավարական մեքենաներում չկա։ Եվ իրանք ասում են, դե մենք ընդ գրել ենք, որ այ ըստեղ իրանք, այսինքն այդ կառույցը, խոսքի համար կառավարությունը իր համար կարող է որոշում կայացնի, որ այ ինքը արել է եւ այդ պետք չի փակցնել։ Այս տեսակ երկրում ոնց կարելի է այդպես վճիռ կայացնել։ Եվ այդ վճիռը գնաց Վճռաբեկ դատարանն էլ հաստատեց։ Եվ եկեք մի հատ նայենք այդ Սերբիայի պրոֆեսորն եկել է, գլուխը բռնել է ասենց, ինչքան մի երկու ժամ բացատրում էի, ասում էի, որ ոնց է մեզ մոտ տեղ զնում անցկացնել, այս մարդը տենց էլ չհասկացավ երևի, էլի, որովհետև գլուխը բռնած տենց էլ գնաց, ասում եմ դե պետք է ուրեմն նախ պետք է գնա մի հատ այդ գույքահարկ վճարի, հետո գնա բանկ այդ վճարի այդ գույքահարկը, հետո նորից գա այդ վարչական շրջան վերցնի զրոյականը, հետո նոր գնա բանկից ստանա այդ տեղզնման կտրոնը ու փակցնի մեքենայում։ Ասում է ձեզ մոտ պարտադիր է տեղզնումը, ասում եմ այո։ Ասում է բա որ տենսա, ասում եմ դե թղթով գրած է պարտադիր է։ Թղթով է պարտադիր։ Օրենքով գրած է պարտադիր է, բայց իրականում մենք ոնց ենք անում, հենց տենց Ինչու համար, որտեվ կառավարությանը դա պետք է, դա այն գումարներն են, որ վարորդը եթե չգնաց տեղզնման կետ, այդ 5500-ը կմնա պետությանը, կգնա պետ բյուջե, ոչ թե կգնա տեղզնման կետերին։ Եվ արված է
ըստ երևույթի ձևական բնույթ բոլորը գիտեն, կառավարությունն էլ գիտի, բա ինքն է, չէ՞, այտենց կարգը դրել, որ այսպես կարած, այսինքն կնիկ պետք է չի կառավարություն մի արա։ Եվ իրան որ ասի այդ չանելու համար, որ ասում են, որ չի արվում, հերիք չի այդ հələ վարորդը, եթե անգամ այդքան բանը արել է, մի հատ էլ տուգանվում է 20,000-ի, որ չի փակտվում։ Ընդհանրապես ասում եմ, ես բան չեմ հասկանում։ Բան չեմ հասկանում, ասում եմ, ոնց կարելի ասեն, պարտադիր լինի չանեք ու տուգանվի մարդը։ Այդ մենք ունենք դա։ Աշխարհը այդպես օրենք չունի, ցավտանում։ Այդպես ունենք այն, ինչ որ աշխարհը չունի։ Եվ նույն բանը նայեք տեսեք Սերբիայում ինչ են արել տեսուչների նկատմամբ։ Քանի որ իրանց վրա դրել են այդ ֆունկցիան, իրանք եթե ամրակապված չլինեն, իրանք կտուգանվեն։ Բացի տուգանվելուց 10% էլ ասում է պրեմիան ենք, բանն ենք աշխատավարձից ենք անում։ Այդտենց տեսուչների նկատմամբ է օգտագործում այդ բաները, որտեղ իր խնդիրը դա է։ Իսկ մեզ մոտ օրենքում գրեցին, որ տեսուչը կարա չամրակապվի, այդ իրան պետք չի։ Եվ այդ պահին, երբ որ այդ խոսքը գնաց դրա մասին, այդ ներկայացուցիչը մեր ասեց, դե մեր մոտ ասում է րոպեն 1 օպերատիվ գործողությունները անում, այս րոպեն 1 չի հանելու այդ անջատի այդ ամրագոտին կպցնի անջատի։ Իսկ մարդը ասում է, ո՞նց ասում է։ Դա իր կյանքն է։ Դե ասեցի մեզ մոտ, ինչ պիտի ասի։ Ասեցի մեզ մոտ այն վերադասը կառավարությունը գտել է, որ տեսուչի կյանքը կյանք չի, ինչ է եղել, որ թող մի տեսուչել մանա, ինչ է եղել, որ թող չամրակապվի։ Հասկանում եք, այսինքն ինքը մոտեցումը սխալ է։ Այն քոքից ոնց որ ասում են, սխալ մոտեցում են դրել տեսուչի վրա մի ամրակապվի, փոխանակ, այո, ես չեմ մոռանա Վլադիմիր Գասպարյանը, որ նոր էր եկել այդ դարել ոստիկանության պետ, ինքը ասեց, որ բոլորը ամրակապեն, որ օրինակ ծառայեն, բայց հետո իրան բերեցին ցույց տվեցին, ասին, այստեղ օրենքում գրած է, որ կարող են չամրակապվել, մի քիչ բան էլի այդ։ Պարոն Հովհաննիսյան, վերանայենք։ Հուլիսի 10-ից ավարտվում է ակտերի ներման ժամկետը, ինչ ասա ենթադրում։ Այո, դա ենթադրում է հետևյալը, որ այն վարորդները, որոնք որ չհասցրեցին ինչ պատճառներով հազարումի պատճառ կարող է լինել, չվճարեն 2012-14 թվականների այդ խախտումները, Հիմա հանգապատված ապա իրանց վրա արդեն էլ չի տարածվում այդ ամունիստը, այսպես ասենք, այսինքն չի տարածվում համաներումը, որը որ տալիս էր 6 ամիս ժամանակ։ Եվ հուլիսի 10-ից այն ովքեր որ չեն հասցրել վճարեն, արդեն կվճարեն այն ինչ որ այն ժամանակում գործում էր օրենքը։ Այն ժամանակ էլ գործում էր եռապատիկ հնգապատիկ օրենք։ Պարոն Հովհաննիսյան, ինչ անի մարդը, ես էլ իմ օրինակից եմ բերում, երբ որ իր վրա գալիս է 7 տարի առաջ, 6 տարի առաջվա տուգանք։ Ընդդեմ այդ ավտոմեքենան քոնը չի արդեն վաղուց վաճառվել է, բայց տուգանքը գալիս է, գլխացավանք փող գլխացավանք։ Այդ օրենքով նախատեսվել է, որ մինչև 11 թվականի դեկտեմբերի 31-ը որոշումները որոշումները, ոչ թե խախտումը, այլ որոշումները վարորդի վրից հավում է պարտականությունը վճարելու։ Մինչև 11 թվականի դեկտեմբերի 31։ Դեռ ուրիշ հարց է բարձանում։ Գույքահարկի հարցը։ Ճանապարհային ոստիկանությունը, եթե կառավարության որոշումով, մի փոքր կառավարության որոշումով կասեցրեց այդ տուգանելը ապայի այդ ամեն 5-օրյա 10-օրյա ժամկետը բաց թողնելը 5,000 դրամերը կասեցրեց, հաշվի առնելով, որ այդ մեքենաները չգտան, ինչ որ մի լավություն արեցին, որ չվճարեն այդ տուգանքները, կասեցնել մինչև ինչ որ մի այլ որոշում կընդունեն այդ ապայի վերաբերյալ։ Ապա գույքահարկի վերաբերյալ ոչ մեկը նախաձեռնություն չարեց եւ վարորդներին վարչական շրջանները սկսեցին տերորի ենթարկել։ Արի վճարի, այդ մարդն ասում է, գային արդեն ճանապարհային ոստիկանությունը արդեն կասեցրել է այդ գործողությունները, դուք էլ կասեցրեք, չէ, ասում եմ, մենք չգիտենք ինչ անում։ Ճանապարհային ոստիկանությունը մեր փողերը եկեք վճարեք։ Ճիշտ է, ոչ հնգապատիկ, ոչ եռապատիկ, բայց արի վճարի, այդ պետք է վճարես առած ոչ մի։ Եվ արդեն դիմում են դահակին։ Դե լավ, ճիշտ ասած մենք խորհուրդ ենք տալի, որտեղ գիտենք, որ տենց նախաձեռնություն կա վերջերս
արեցին այդ նախաձեռնությունը եւ սպասում ենք հեսա օրենքը կընդունվի, բայց ասենց ասեմ, կառավարության որոշումը ավելի շուտ դուրս եկավ, քան թե օրենքը տենց էլ չհասցրեցին ընդունել, բայց կառավարության որոշումը ընդունվեց, որ դա էլ ուրեմն կասեցվում այնքան ժամանակով մինչև այդ մեքենաները չհայտնաբերվեն, վարորդը այդ քաղաքացին ազատվում է այդ կորցրած մեքենաներից այդ Պարոն Հովհաննիսյան, եւ իմ վերջին հարցը նոր աշխալուսանք եկավ, որ գործելու են շարժական արագաչափեր։ Ինչ է դա։ Շարժական դա մոտավորապես նույն արագաչափն է, չէ, մոդելը, եթե չեմ սխալվում, այլ մոդելի արագաչափ է։ Ավտոմեքենայում դրված։ Մի ինչ որ ավտոմեքենայի մեջ ոչ չունի այդ գունագրաֆիկ այդ գծան պատկերները, չէ, սովորական մեքենա կլինի, չգիտեմ, պետական թե սեփական համարներով եւ ոչ մի բանով չի տարբերվի սովորական ավտոմեքենաներից, որը պետք է ինչ որ ճանապարհի մի հատվածում պետք է տեղակայված լինի ու հետևի մասում կամ առաջի մասում ոչ կտեղադրեն կամ հանդիպակաց երթևեկող մեքենաների արագությունը կֆիքսի ինչպես նաև կարող է ֆիքսել համընթաց, այսինքն հեռացում։ Պարոն Հովհաննիսյան, բայց մենք գիտենք, որ երբ որ կա տեսախցիկ արագաչափ, այնտեղ զգուշացվում է, չէ՞ որ այ իսկ այս դեպքում զգուշացվում է։ Ոչ, չի զգուշացվում եւ ասեմ ինչու, որովհետեւ մեր օրենքներով, մեր օրենսդրությամբ չկա ոչ մի նախադասություն, որ ասի, որ տեսախցիկները տեղադրվում են, չեմ անում սենց պայմաններով, որ պետք է լինի նախազգուշացնող նշան եւ այլն։ Չկա այդպիսի մի դրույթ, որը դրա մասին կասեր։ Եւ դրա կարիքը օրինակ Վրաստանում ոնց է։ Վրաստանում ուղղակի գրած այս ճանապարհը հսկվում է արագաչափերով։ Այլ հսկվում է։ Թե որտեղ է այդ արագաչափ, ոչ մեկը չգիտի։ Եվ իմիջիալոց նույն բանը դեր խորհրդային միության վրա ժամանակ էր։ Բայց այն վաղտը տեսախցիկ չէին ասում, այլ գրվում էր տեսուչ։ Այսինչ տեսուչի ազգանունն էլ էին գրում։ Այսինչ տեսուչը հսկում է այս ճանապարհի հատվածը։ Բայց պարոն Հովհաննիսյան, մեր երթևեկությունը լավացել է թե չէ։ Ընդհանուր առմամբ երևի լավացել է։ Ընդհանուր առմամբ, այո։ Երևան քաղաքում կարող եմ ասել, եւ երևի մյուս քաղաքներում էլ Հայաստանի քաղաքներում որոշ չափով։ Դե արտաքինից երևում է, որ մարդիկ գոտիներով շարվում են, խցանում ասախ շարված հանգիստ կուլտուրական սպասում են, մինչև հերթը հասնի այդ խցանումը անցնում գնում են։ Նու դա այդպես արտաքինից երևում է։ Իսկ թե այդ մահացու դեպքերը մտածելու առիթ են դարել եւ գլխացավանք են դարել հիմա ճանապարհային ոստիկանության համար։ Պետք է իրանք վերջապես մի հատ կոնկրետ կողնորոշվեն եւ տան իրենց գնահատականը այդ վթարների վերաբերյալ տան վերլուծությունը թող մարդիկ իմանան ինչից է եղել վթարը մի հատ հարց այն միկրոավտոբուսը հիշում եք Բեռնատարին որ այն ոնց էր այդ Թալինի այդ կողմերը որ եղավ մի անուն էլ ուներ այդ խաչմերուկը հետաքրքիր է այ մի հատ բացադրեն ժողովրդին այ սա է պատճառը սա է եղել մենք հիմա անում ենք այ էս բաներն արել ենք այս բաները լկանենք այդ ինչքան ժամանակ էր պետք հետաքրքիր է որ այդ բաները չեն անել մինչև հիմա թե արել են մի հատ թող ցույց տան թող մարդիկ իմանան որ ինչ որ աշխատանք են արել գիտեք ինչ մեր առավել ճանապարհաշինարարները ընդհանրապես ներողություն եմ խնդրում թքած են ունեցել այդ ամեն ինչի վրա իրանց ասում եմ փոսը պետք է վտանգավոր է այդ փոսը վերացրեք ասում եմ այս տարվա բյուջետում չունենք մենք այդ փոսը վերացնելու պատկերացնում եք վտանգավոր փոսը այսինքն ճանապարհը տրանսպորտային պատահարի եւ մահացու բաները առաջ կարող է առաջացնի ասում եմ մենք այս տարվա բյուջեն չունենք Այս լուսացույցը չեն կարա տեղափոխենք, որտեղ այս տարվա բյուջեն չունենք։ Բա մեր տված փողերը միլիարդավոր դրամների ուր են գնում։ Դե չգիտեմ, չէ, դե այդտեղ չի գնում, այդ գնում է ախր այն ուրիշ տեղ է գնում։ Ուրիշ տեղ է գնում։ Դե ոչ թե ուրիշ տեղ ասելով, չգիտեմ, դա գնում է ուրեմն աշխատավարձների ավելացման, այսինքն հավելավճարներ վճարելու համար գնում է այ այդ տեսախ արագաչափը, չէ, այդ արագաչափը այն security dream-ն է արել։ Դե
Երևի փողը քիչ է հավաքածը, որ լավ լուսացույցներ դնեն, այ որ ժամանակակից լուսացույցներ։ Շնորհակալություն պարոն Հովհաննիսյան։ Մեր ժամանակը սպառվեց։ Սիրելի հեռուստատողներ, իրոք համաձայնվեք մեր նման փոքրիկ հանրապետությունում բարբերաբար լսել տասնյակ զոհերի մասին վթարի պատճառով բավական մեծ շռայլություն է եւ հուսանք որ պատկան մարմինները բացի մեծ տուգանելուց եւ բյուջեն եւ չգիտեմ գրպանը լցնելուց նաեւ որակյալ վերլուծություններ կանեն եւ հետեւություններ կանեն թե ինչի պատճառով են որտեղ որ ճանապարհին ինչ մեքենաներով ինչպես են լինում այդ վթարները որոնք մարդկային զոհեր են տալիս եւ շտկումներ կավեն որովհետեւ ճիշտ ասում եմ պարոն Հովհաննիսյանը որ նման վերլուծություն նման առաջարկ մենք երբևէ չենք լսել իսկ այդքան տուգանելուց հետո մեզ այդքան գումարներ հսկայական հավաքելուց հետո կարծում կարելի է նաև ինչ որ չափով նաև դա անել մենք կհանդիպենք ցտեսություն